Ինչքան տևեց շինարարությունը, քանի ընտանիքներ, բանալիքներ ստացան եւ ինչպես հասկացա ձեր եւ բնակիչների շփումից, սա միակ ծրագիրը չի, հա, բնակարանաշինության։ Շինարարությունը տևել է մի տարի, մի տարուց էլ մի քիչ։ 18 ընտանիք ստացան բնակարան, սա մեր 8 տարվա մեջ 60-րդ բնակարաններն էր, որ այս ընթացքում տվել ենք մեր քույրերին, եղբայրներին, սահմանամերձ գյուղերում, Գորիս համայնքում, առաջիկայում էլ պլանավորում ենք 40 նոր բնակարաններ, նորից շինարարությունը, դրա նախագիծը արդեն պատրաստ է եւ պլանավորում է եւս 60-ը, որը նույնպես այս տարի տենդերներ կհայտարարվեն եւ 2026 թվականին Աստծո կամոք կյանքի կոչվեն։ Ինչ միջոցներով են կյանքի կոչվում, համայնքը դերակատարություն ունի։ Միջոցները ես չեմ ուզում մեր շուրջ կառուցեն կամ անհատների շուրջ, Աստծո կամքով է, ինչ լինում է, ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ հենց մեր միջոցով է կյանքի կոչում նման ծրագրերը եւ բնակիչներին էլ խնդրել եմ, որ որևիցե մահկանացուի շնորհակալություն չասեն, շնորհակալություն հայտնեն Բարձյալին, մեզ ձեւ հնարավորություններ ընձեռելու համար։ Շանյան, նայում էին Գորիս քաղաքի բնակչությունը 2020 թվականից սկսած ամեն դեպքում նվազում է, որն է պատճառը։ Չի նվազում, Աստծո կամոք Գորիսը այն քիչ համայնքներից է, որ վերջին տվյալ եմ ասում մի քանի ամսվա 248 բնակիչ ավելացել է ընդհանուր թվականակին։ Իհարկե իրավիճակը բարդ է, բայց մենք սյունեցի ենք, մենք մեր լեռների պես ամուր ենք, մեր արժեհամակարգում ոչ թե գրպանն է, ֆինանսական միջոցները կամ ավելի լավ պայմանների ինչ որտեղ ապրելը, այլ այս հողն է մեզ կյանք տվել, մենք այդ պարզ ճշմարտությունը գիտակցում ենք եւ այստեղ կարճած ենք մեր հողից եւ այստեղ էլ ապրելու ենք։ Այս հողն է մեզ կյանք տվել, անկախ ամեն ինչից, մենք էլ մեր կյանքը տալու ենք այս հողին։ Պարոն Արուշանյան, այսօր այլ միջոցառումներ եւս տեսանք, ամեն քայլափոխի միջոցառումներ, առաջնություն, փառատոն, սրանք ինչ նպատակ ունեն, արդյոք էլի համայնքային այսպես կյանքը աշխուժացնելուն են միտված, ինչպես նաեւ երիտասարդների ու պատանիների համար նոր հնարավորություն ստեղծելուն։ Մենք շատ միջոցառումներ ենք պլանավորել, մինչ այս էլ ենք շատ ճախակի անում, այս տարի էլ ենք շատ պլանավորել եւ կարծում եմ մեր հայրենակիցները ոչ թե պետք է օտարության մեջ փնտրեն ինչ-որ հետաքրքրություն, այլ կարող են գալ այստեղ իրենց հայրենիքին ծանոթանալ, մեր պատմամշակութային կոթողներին, տեսնել իրենց նախնիները ինչպես են ապրել, հպարտանան դրանով, ոչ թե այդան օտարի նորակառույցները կամ ինչ-որ նոր բաները գովազդեն, այլ ինձ թվում է շատ խելքպետ չէ սպառ ճշմարտությունը հասկանալու համար, թող բոլորն էլ գան այստեղ, մենք հյուրասեր ժողովուրդ ենք, բոլոր պայմանները ստեղծում ենք, որ զբոսաշրջիկների համար լինի հետաքրքիր միջավայր եւ կարծում եմ այսօր Գորիսը արդեն իսկ հասել է դրան, որովհետեւ օրինակելի բազմաթիվ արդյունքներ կան, արդյունքները շոշափելի են, վիզուալ աչքով էլ տեսանելի են, թե ինչպիսի փոփոխություններ կան այս քաղաքում, կարող են գան այստեղ իրենց հանգիստը վայելել եւ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր սահմանամերձ գոտում են ցավոք սրտի այս պահին եւ տան դարպասն են պահում եւ փորձել այս մարդկանց օգնել, այդ գումարները, որը օտար տեղեր են ծախսում, փորձել այստեղ ծախսել ընդամենը։ Շատերը բնակիչներից նշում են, որ իրենք տնակներում են ապրել։ Միկին ասեց 30 տարի տնակում է ապրել, հիմա իրեն այստեղ նաև բնակարան է հատկացվել։ Այսինքն բնակարանաշինության խնդիրներն այստեղ փուլ առ փուլ են լուծվել։ Տեսեք, հիմա գուցե կոռեկտ չի, բայց փակագից մի փոքր բացեմ, ու առաջի անգամ եմ բացում լրատվամիջոցների առաջ, մեր քաղաքացիները, համակարգացիները տեղյակ են այդ ամեն ինչին։ Ես դեռ շատ տարիներ առաջ որոշում եմ կայացել, որ Աստծո կամքով պետք է այս քաղաքի ղեկավարումը մենք ստանձնենք։ Հենց առաջին այն պատճառով, որ Գորիսում կային տնակներ, դրա մասին բազմիցս խոսվել է եւ ասել ենք մեր համակարգացիներին, թե որն է նպատակը այս ամեն ինչի, որ տնակներում այսուհետ երբևէ մենք բնակիչներ չունենանք, որովհետեւ մեզանում շատերը
ճոխ գեղեցիկ կյանքով են ապրում։ Ես ուրախ եմ եւ հպարտ եմ եւ ցանկանում եմ, որ բոլորը այդպես ապրեն։ Բայց նաեւ մենք չպետք է մոռանանք, որ ամեն մեկս, ամեն մի հայ, ով ունի հնարավորություն Աստծո կողմից, պետք է գոնե մեկ ընտանիքի կարողանա կյանքի որակ փոխել։ Եվ մեր տրամաբանության մեջ էսեն եղել, որ գորություն պետքա չլինեն տնակներում բնակվող մարդիկ եւ մենք ամեն գնով հասնելու ենք դրան։ Դրանից հետո կհետեւի են, որ ովքեր բազմազավակ շատ երեխաներ ունեն, համայնքը ավելի լավ պայմաններ կստեղծի, նոր բնակարաններ կնվիրենք, ու տենց։ Ուրախ ու երջանիկ ապրում ենք։ Դուք ասացիք, որ շատ բան ա փոխվել ու մենք դա տեսնում ենք։ Այ ապագա պլաններից բացի բնակարանաշինությունը։ Մենք ամեն տարի մեր համայնքի բյուջեից 3-4 նույնիսկ տարի ենք ունեցել 6 անգամ ավել կապիտալ շինարարություն ենք անում։ Իհարկե հասկանում եմ, որ հիմա իմ խոսքս ինչքան բարդ է թվում անկալման համար, բայց Աստծո կամոք ստացվում է, որ հիմա էլ այս պահին բազմաթիվ թաղամասերում շինարարություններ են։ Հերթականությունով սարքում են։ Գորիսը այդին կոնտեքստից ասեմ, դոմիկների ոնց ասել են, մենք ասում ենք միշտ պետքա դառնա Մոնակոն, ոչ թե նկատի ունենք մեր մշակույթը պետքա փոխվի, այլ այնտեղ մարդկանց կյանքի որակը ավելի լավն է, լավ պայմաններում են ապրում, լավ մեքենաներ են վարում, լավ հագնում են, ճոխ են ապրում։ Եվ Գորիս մեր երկիրը առհասարակ այդպես պետք է լինի, բայց մենք Գորիսում մեր պատասխանատվության գոտին էստեղ է եւ Աստծո կամոք կհասնենք այդ ցանկալի արդյունքին, որ մեր բնակիչները ճիշտ արժեհամակարգով կապրեն, ճոխ ու շվայտ կյանքով կապրեն։ Եվ նաև շուրմուտում կարծել ծրագիր Այսինքն նաև համայնքային համաչափ զարգացման տեսանկյունից միայն Գորիսում են ներդրումներ։ Չէ, իհարկե ոչ։ Մենք տեսեք Գորիսում ձեզ եթե թվում էր թե այդ կենտրոնական փողոցները որ տեսել եք ամենագեղեցիկ այդտեղը, ոչ։ Մենք սկզբունք ունենք որտեղած, որ ծայրամասային թաղամասերն են էլ ավելի լավ սարքվում։ Մեր գյուղերում են բազմաթիվ խնդիրներ լուծվում եւ պետք է քաղաքի կենտրոնի բնակչի կյանքի որակը չտարբերվի գյուղում բնակվող մարդու կյանքի որակից։ Նույն սկզբունքներով պետք է լինեն ամեն ինչ։ Եվ ոչ միայն Շուրնուխում, Որոտանում, Սահմանամերձ, Ներքին Խնձորեսկում եւ տարբեր եւ համայնքը ներդրում ունի բնակարաններ շինելու եւ կառավարությունը եւ համահայկական հիմնադրամը բոլոր Սահմանամերձ գյուղերում էլ գրեթե այս պահին ունենք որ հրապարակում։ Ժամը 11-ին հրապարակում տեսնում։ Իսկ մինչև 11-ը մինչև հրապարակը չեք ուզում բարեմոտ տանքներով ասի։ Այսինքն ինչ է, հիմա մենք եթերում ենք։ Ընդամին անկախության Այ մկրտիչ Աշոտի չենքան լավ խոսք ասի անկախության մասին, այ սիրուն գեներալա։ Դա կանչ գեներալա, այ։ Չկա գայլը Վարշավեդը, Վարշավեդը։ Դա ցերցիվսինը։ Մեզ դա խոսողներ կան։ Ազատ չափսում են պարլամենտում։ Շատ պարամետրերից են կախված։ Վագիդեն ամեն ինչ խավեր է, էլի։ Տեսվես թող պեջա։ Որակ փոխ կապուտը։ Որակ փոխ կապ։ Ես վարորդ եմ, իսկ որ Դա ճուշանանք։
Զինը կարանում է լրջացել է։ Ասում ենք հանգիստ տարի չեր գալիս։ Վազում էր։ Ավտոն է շարժվեցի արդեն։ Տեխնիկ պետք է գործի դեր։ Շնորհակալություն։ Երզապետյան, թե շնորհալություն է։ Լավ է, ապրես դուս եկա գալիս։ Ես նախորդ բանի չիքերթի ժամանակ թեմերթի ավելի լարված եմ, բայց ավելի լարված եմ։ Բարաշատին ասին, հիմա առաջին պատասխանատուն կա, ես պետք է փորձեմ շկեպը վայելեմ, չեղ ավելի։ Միջև տանջի հետ դուս եկա, հոճից դուս եկա, կեցես, ապրես։ Ես կուզորջերն է, չէ, շնորհակալ եմ, կեցեք, շատ լավ էր։ Ավելի լավ էր, քան նախորդ շկեպի ժամանակ, բրավո։ Շնորհակալություն բոլորին։ Ակոպտեր ես վազ գետն եմ, Ես մի անգամ ասել եմ, հայ ժողովրդին մաղթելու իրավունք ունի Ռադմիրը Կոսյանը, երկրի նախագահը, ավարտագույն մտավորական է։ Ուրիշ ոչ ոք հայ ժողովրդին մաղթանքային իրավունք չունի։ Ես կարող ցանկություն ես, ցանկություններ ասել։ Աստված ցույց ենք պետք։ Եվան, ռազմական հաջողություն է պետք։ Սրանից 10 տարի, ինչ 10 տարի, 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատում